9-րդ գումարման ազգային ժողովի նիստերի դահլիճի կարմիր աթոռներից 105-ը կզբաղեցնեն նորընտիր падգամավորները, նրանցից 64 ՔՊԱ-ական իշխանական սեկտորում կնստի, խորհրդարան անցնող մյուս երկու ուժերի՝ Սամվել Կարապետյանի առաջնորդած Ուժեղ Հայաստան եւ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած Հայաստան դաշինքների համար ընդդիմության շարքերը կառանձնացնեն, համապատասխանաբար 29 եւ 12 մանդատներով։ Կենտրոնական ընտրականը վերջնական ամփոփել է հունիսի 7-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքները, բայց այն հետընտրական հարցերը պարզելու փոխարեն ավելի է լարել ներքաղաքական մթնոլորտը։ Թեպետ ձայների վերահաշվարկը կարծես լուծում էր նոր խորհրդարանում երրորդ ընդդիմադիր ուժի ներկայության խնդիրը, որին ամենամոտը կանգնած էր Գագիկ Ծառուկյանի առաջնորդած Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, սակայն տարածքային ընտրական հանձնաժողովների վերահաշվարկներին զուգահեռ կենտրոնական ընտրականը որոշեց անվավեր ճանաչել 3 տեղամասի քվեարկության արդյունքները։ Դրանցից երկուսը Նուբարաշենում եւ Սյունիքում տեղակայված ճիշտ այն ընտրատեղամասերն էին, որոնցում քվեարկությունը չնայած օրենքի պահանջին երեկոյան ժամը 20-ի փոխարեն ավարտվել էր կեսգիշերին մոտ, քանի որ քվեարկող զինվորներին միայն ընտրական օրվա ավարտին էին ուղեկցել քվեարկության։ Եվս մեկ տեղամասում էլ ընտրության ընթացքում բացակայել էր մասնակից ուժերից ազգային ժողովրդավարական բևեռի քվեաթերթիկը։ Այս 3 տեղամասերում կենտրոնական ընտրականը վերաքվեարկություն չի անցկացնի, թեպետ դրանից մի ամբողջ քաղաքական համայնքի ճակատագիր ու խորհրդարանի կառուցվածքի հարց է կախված։ Տեղամասերի 3000 ընտրողները կրկին գային քվեասենյակ, նրանցից մոտ 160-ը կրկին ձայն տար ԲՀԿ-ին, Նիկոլ Փաշինյանի գլխավորած ՔՊ-ն կզրկվեր սահմանադրական մեծամասնության մանդատից։ Գործընթացի միակ նպատակը թույլ չտալն էր, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը հայտնվի խորհրդարանում։ Ես իհարկե հասկանում եմ, որ դուք սարսափած եք հավաքական ընդդիմության գաղափարից, որովհետև ձերը պառակտելն է, ձերը սև ու սպիտակի տարանջատումն է, ձերը մարդկանց մեջ ատելություն ու թշնամանք սերմանելն է։ Կենտրոնական ընտրականը սակայն շտապում է պարզաբանել, որպես սահմանադրությամբ ընտրությունների օրինականությունը վերահսկող անկախ մարմին պետք է առաջնորդվեն ոչ թե մեխանիկական վերաքվեարկության տրամաբանությամբ, այլ մայր օրենքով երաշխավորված ազատ եւ հավասար ընտրության, համաչափության եւ ընտրողների իրական կամքի պաշտպանության սկզբունքներով։ Մասնակի վերաքվեարկության դեպքում առաջանում է հետևյալ խնդիրը։ Հիմնական քվեարկությանը մասնակցած ընտրողները քվեարկել են այն պահին, երբ ընդհանուր արդյունքը հայտնի չէր։ Նրանք չգիտեին ով է առաջատար, քանի ձայնի տարբերություն կա, որ ուժը կհաղթահարի շեմը կամ իրենց քվեն ինչ ազդեցություն կունենա վերջնական արդյունքի վրա։ Մինչդեռ վերաքվեարկության մասնակից ընտրողները քվեարկելու են արդեն այլ իրավիճակում։ Նրանց համար կարող է հայտնի լինել ընդհանուր պատկերը։ Այս պայմաններում ընտրողի կամքը կարող է ձևավորվել ոչ թե իր սկզբնական քաղաքական նախապատվությամբ, ազատ կամ արտահայտությամբ, այլ արդեն հայտնի արդյունքը խմբագրելու հաշվարկով։ Հավաքական ընդդիմությունն էլ պնդում է, ընտրությունների վերաբերյալ ներկայացված պաշտոնական տվյալները չեն արտացոլում ժողովրդի իրական կամքը եւ ստույգ արդյունքները։ Միասնական հայտարարությունը տարածել են ընտրապայքարի մասնակիցներից 6-ը, գաղափարապես իրարից տարբերվող ուժերը կիսում են այս մեկ օրակարգը։ Նման պայմաններում արձանագրված արդյունքները չեն կարող հիմք հանդիսանալ լեգիտիմ եւ ժողովրդի մեծամասնության վստահությունը վայելող իշխանության ձևավորման համար։ Ընտրությունները խոշորացույցի տակ պահած տեղական դիտորդական առաքելությունների համար եւս անակնկալ է ԿԸՀ որոշումը։ Հետընտրական առաջին երկուշաբթիից էին պնդում, այդ տեղամասերի արդյունքները պետք է չեղյալ համարվեն, նշանակվի վերաքվեարկություն։ Սա է օրենքի պահանջը, հատկապես որ ամփոփ արդյունքներով Բարգավաճ Հայաստանին միայն մի քանի ձայն չի բավարարում խորհրդարան անցնելու համար, այսինքն սա հենց այն իրավիճակն է, որը նկարագրում է ընտրական օրենսգիրքը՝ ազդեցություն վերջնարդյունքի վրա։ Մեր գնահատմամբ այն ոչ իրավաչափ է, ԿԸՀ-ն չի կատարել օրենսգրքի պահանջը, քանի որ ակնհայտ է, որ 3 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքներում հանգեցրել է քաղաքական ուժերից մեկի քվեների անցորդությունից նվազեցման փաստին։ Խնդիրն այստեղ արդյոք ազգային ժողովը դրվեց ընտրողների կողմից։ Մինչև դիտորդներն ամփոփեն իրենց գնահատականներն ու զեկույցները կազմեն, այն նաև միջազգային հանրությանը հասանելի դարձնելով ընդդիմությունը կհասնի սահմանադրական դատարան։ Ամենաբարձր այս ատյան են տանում հունիսի 7-յան ընտրությունների արդյունքները չեղյալ համարելու հարցը։ Էդուարդ Պողոսյան, Ժամ լրատվական։